անկեղծ ասած չեմ հասկանում ձեր այս համառությունը հերքելու այն փոփոխությունը, որ այսօր տեղի ունենալու վաղը քվեարկությամբ արդարադատության նախարարն էլ իր խոսքում փաստեց, որ խնդիր կար, խնդիրը լուծվում է։ Հիմա խնդիրը ինչու՞մն է ընդունելու, որ այդ խնդիրը փաստորեն կար։ Ինչի մասն էր խոսքը, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել, որ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը, երբ որ ներդրվեց նաև համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը, իմ կողմից նաև բազմիցս բարձրաձայնվել է, հասանցել եմ, որ 444-րդ հոդվածը կարող է վերաբերվել նաև ֆիզիկական անձանց, որովհետև այդտեղ հստակ ձևակերպում չկար հայտարարագիր չներկայացնող կամ թերի հայտարարագիր ներկայացնող կամ տվյալներ կեղծող անձանց քրեական պատասխանատվության մասով եւ հիմա ուրախ եմ արձանագրել, որ արդարադատության նախարարությունը այս փոփոխությամբ, այս նախաձեռնությամբ փաստում է, որ 444 հոդվածի սուբյեկտային շրջանակի որոշման վերաբերյալ կա տարակարծություն եւ անհրաժեշտություն է առաջացնել հստակեցնելու հանցակազմի սուբյեկտի շրջանակը, պարոն Վարդանյան, տիկին Մինասյան, իրավական որոշակիություն ապահովելու նպատակով